մեջ դժգոհություններ ունենք շտեմարաններից։ Իհարկե շտեմարաններում առկա են դեռևս վիպակներ, անճշտություններ, բայց նրանք մեծ անհանգստություն չէին հարուցել մեր դիմորդների և իրենց ծնողների շրջանակներում, երևի թե նախ եւ առաջ այն պատճառով, որ բոլորը համոզվել են, որ քննության օրերին լինում են բացարձակ ճիշտ եւ կատարյալ թեստեր եւ քննադատիկում վրիպակներով, երկիմաստ հարցադրումներով թեստեր չեն սովոսվում եւ այս տեսակետից բավականին հանգիստ է անցել նախապատրաստական փուլը։ Քննությունները մեկնարկել են 3 օր առաջ, առաջին օրվանից տպավորություններս նույնպես հանդարտ հանգիստ քննությունների տպավորություններ են։ Վերջին տարիներին մենք ձեզ հետ միասին ականատեսի լինում ենք այս process-ի, որ ընդունելության քննությունները սովորական դարձած սեզոնային տենդից վերածվում են ընթացիկ հանրային իրադարձությանը, որի նկատմամբ ուշադրությունը բնական է մեծ է, բայց չի կրում ծայրահեղականացված եւ անհանգիստ բնույթ։ Պատահական չէ, որ վերջին տարիներին մեր հասարակությունը իր վերաբերմունքը դրական արտահայտել է այս փոփոխությունների հանդեպ եւ նշել է, որ կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներից սա երևի ամենաակնառուն է, որ այո, ընդունվելը դարձել է բավականին հեշտ։ Գիտեք, բավարարել բոլորի ցանկությունները ու ճաշակները անհնար է։ Մեկը ասում է թեստերը պետք են, մյուսը ասում է թեստերը պետք չեն։ Երկրներ կան, որ փորձում են նորից գրավոր քննություն մտցնել։ Նորից հիշեցնել, որ թեստային համակարգը իր թերություններով հանդերձ, որոնք անխուսափելի են, որովհետև կատարյալ համակարգեր չկան այս ասպարեզում, ունի մեծագույն առավելություն, նա նվազագույնի է հասցնում մարդկային գործոնը, այսինքն կոռուպցիոն ռիսկեր, անարդարություններ, ոչ օբյեկտիվ վերաբերմունք, մենք հասցնում ենք այս մեթոդով նվազագույնի։ Իհարկե կարելի է մտածել ապագայում թեստերի որակի բարձրացման հետ կապված, որովհետև թեստ գրելը գիտեք առանձին հարցադրումների շարք չէ, որից ուսանողը պետք է ճիշտ ընտրություն կատարի։ Թեստերը դրանք ուսանողին մտածելու հնարավորություն տվող հարցադրումներ պետք է լինեն, դա հսկայական նորոգություն է, գիտություն է, ես կասեի, եւ պատահական չէ, որ մեր բուհերում այս սեպտեմբերից մենք արդեն որոշ մանկավարժական բուհերում փորձնական կուրս ենք մտցնելու մանկավարժական մասնագիտությունների համար թեստաբանություն մասնագիտության գծով, որպեսզի մարդիկ հասկանան, իմանան ինչպես է պետք գրել թեստը, որն է ճիշտ թեստը, թեստերի ինչ տեսակներ կան, թեստը պետք է բացահայտի գիտելիքը եւ ոչ թե իր մեջ պարունակի բացառապես ուսանողին կամ դիմորդին որովհետեւ նման ճնշումների ենթարկելու մեխանիզմ, թեպետ նորից ասեմ, մենք բավականին լավ թեստեր ենք ընդգրկել վերջին տարիներին հարցաթերթիկների մեջ եւ քննության օրերին բուն բովանդակությունից խնդիրներ վերջին 2 տարվա մեջ չունենք։ Հուսով եմ, որ 4 ժամ անց այնպես այդ բողոքները չեն լինելու։ Անհրաժեշտ բայց հայերենի թեստերից էլի երեխաները բողոքում են։ Հայերենի թեստերից բողոքում են, որ բարդ են, նախ եւ առաջ թեստերը պետք է բարդ լինեն, չի կարող բոլոր ամբողջ թեստային առաջադրանքը լինի հեշտ։ Ամենահեշտ բանն է բոլորին տալ հեշտ թեստեր եւ հեշտությամբ դնել 20 բան։ Հետո մրցույթը ոնց ենք անում։ Դա ոնց ենք տանում։ Երկիմաստության խնդիրներ մենք չունենք, իգոս հիմա չանենք։ Ունենանք երկիմաստ հարցադրումներ հիմա։ Այդ ժամանակ խոսենք, չենք ունենա, ինչպես վերջին տարիներին, չենք խոսի, այսինքն բոլոր դեպքերում բովանդակային վիճահարույց հարցերը մասնագիտական քննարկումների փուլ պետք է անցնեն եւ լուծվեն հոգուտ դիմորդիկ։ Սա մեր Հայաստանում դեռևս գործում է հետևյալ օրինաչափությունը։ Այն մասնագիտությունները, որոնք մեծ պահանջարկ չունեն աշխատաշուկայում, մեծ պահանջարկ ունեն կրթական ծառայությունների շուկայում։ Ինչու են շարունակում դիմել այդ եւ շարունակելու են դիմել կրկնուսուցների։ Կրկնուսուցների ինստիտուտը արմատավորված է, ավանդորեն արմատավորված է Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, տասնամյակներ շարունակ։ Կրթության համակարգի նպատակը կրկնուսուցների դեմ պայքարելը չէ, շատ բան է կրկնուսուցների համար, որ ամբողջ համակարգը պայքարի, իր նպատակ ունենա պայքարը։ Կրկնուսուցների կողմից հասցված վնասը դպրոցին ուրիշ դաշտում է։ Այն դաշտում է, որ իրենք ստեղծում են տպավորություն, փորձում են ստեղծել տպավորություն, որպեսզի ավելի շատ դիմորդ ունենան եւ գումար աշխատեն, որ եթե չպարապեն երեխեք, ապա չեն ապրել։ Այն մեխանիզմը, որ մենք վերջին տարիներին ունենք,
բավականին հարվածել է գործին, գործին, որովհետև քննական առաջադրանքները հայտնի են, շտեմարաններ նախապես հրապարակվում են, եւ ավելի մատչելի է դառնում քննական բովանդակությունը փոքրության դիմորդների։ Մենք դիմորդները մենակ Երևանից չենք տեսնում, մեր դիմորդների կեսից ավելին այս տարվա վիճակագրությունն էլ չունեմ, որպես կանոն կեսից ավելին մարզերից։ Կներեք, շատ քիչ տեղերում մարզերում դուք կգտնեք պարապող ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, դոցենտներ, կա, բայց դա չի խանգարում այդ երեխաներին փայլում հանձնարարությունները եւ ընդունվել քուրեր։ Երկուսների վնասը այնտեղ է, որտեղ իրենք հարվածում են դպրոցի հեղինակությանը, որտեղ իրենք դնում են, այսպես ասած, իրենց պարապմունքների ժամեր առավոտյան եւ ասում են, ինչ ուզում եք արեք, ես էլ տեղ չունեմ։ Մի քիչ ագահություն կա, արտահայտված ագահություն կա, երբ որ խումբ համալրելու ավելի շատ մարդներ գրավելու ցանկությամբ սկսում են պարապմունքներ նշանակել դասերի ժամանակ, ինչը աթիլատվում է։ Ես արդեն ասացի, որ ես անձամբ մտածում եմ առաջարկության մասին, որը դա պետք է երկրի մշակվի եւ այլն, որ գուցե լիցենզավորման դաշնություն, գուցե հարկեր սկսենք, գուցե պարտադրենք նախ սերտիֆիկացնենք իրանց, հասկանանք ովքեր են այդ ուսուցիչները, հոգեբանական, մանկավարժական տեսակետից, պարտադրենք, որ մինչև ժամը 3-ը դիցուկ պարապմունքներ չանեն, որպեսզի չխանգարեն դպրոցին, հարկ էլ մտցնենք, իմ հաշվարկով ըստ վերային շուկա շրջանառության շուրջ 20-25 միլիոն ամերիկյան դոլար, ես ամենից թիվ եմ ասում այդ դաշտում։ Եվ այդ իդեպ ինչ որ ես ասում եմ, արդեն բազմաթիվ երկրներում օգուտ իրարում, օրինակ Հարավային Կորեայում կա կրկնուսուցիչների պետականորեն, այսպես ասած, ճանաչված ինստիտուտ, որը աշխատում է որոշակի պայմաններում։ Սանիտար-հիգիենիկ պայմաններից սկսած, թե որտեղ է կրկնուսուցիչը պարապում, վերջացած իր մասնագիտական Ուսման վարձավճարների մասով մենք գիտեք ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրեցինք եւ ստացանք ազգային ժողովի հավանությունը նոր աննախադեպ սոցիալական փաթեթի, որի մեջ ներառված են բազմաթիվ նոր ծրագրեր լավ սովորող անվճարունակ ուսանողների։